Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր միասին շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու տավարի աղացած մսով։ Ինձ մոտ կես կիլոգրամ տավարի, կարելի ասել անյուղ միս է, կարող եք վերցնել յուղոտը, կարող եք խառնել տավարի միսը խոզի մսի հետ, կարող եք վերցնել միայն հավի փափկամիս։ Դա էլ կլինի, էլի շատ համեղ է լինելու, միգուցե եւ ավելի համեղ։ Այս կես կիլոգրամ մսին աղացել եմ նաեւ 200 գրամ սող։ Սա պատրաստ է, դե իհարկե միսը պետք է համեմենք կարմիր աղացած պղպեղով, ես ավելացնում եմ 1 թեյի գթար քաղցր պղպեղ, ինչպես նաև ավելացնում եմ սև աղացած պղպեղ, մոտ կես թեյի գթար, ավելացնում եմ չորացրած ռեհան, ինչպես նաև ցիտրոն, էլի նույնքան, տավարի միսը շատ է սիրում ցիտրոն, նույն ինքը կոնդարի, իհարկե աղ ենք ավելացնում, 1 թեյի գթալ, կես կիլոգրամ մսին, և այստեղ ունեմ շատ մանր տեսակի բլղուր, ամենամանրն եմ վերցրել, սա կարող եք փոխարինել նաև կլոր բրինձով, պարզապես նախապես բրինձը մի փոքր շոգ խաշեք, այն որ կիսապատրաստ վիճակում լինի, նոր ավելացրեք մսին, քանի որ սա հետո եփելու ենք, որպեսզի այսպես ոզնի նման բրինձը որոշ չգա սիրելիներս։ Այս ամենը հիմա մի լավ կհունցեմ, ես չավելացրեցի այստեղ թարմ կանաչի, դուք կարող եք ավելացնել, իդեպ ես ձուն եմ մոռացել այստեղ ավելացնել, մեկ հատ ձուն, չոփ համեղ է բուրում, հիմա ես կպատրաստեմ համաչափ կոլոլակներ, ամեն մեկի քաշը մոտավորապես կլինի 40 գրամ, բայց էլի կարևոր չի, ինչ չափի կպատրաստեք, նախապես այսպես անեմ, իդեպ ասեմ, որ իհարկե կարող եք սա նաև պատրաստել, սառեցնել և ցանկացած պահին վերցնել, օգտագործել, այսինքն շարունակել պատրաստել ուտեստը, կոլոլակները պատրաստ են, գնանք կրակի մոտ, այստեղ կաթսայի մեջ եռում է ջուրը, սիրելիներս, այդը ավելացնում եմ մի փոքր աղ, շատ չէ, և ուղարկում եմ կոլոլակները, այս ընթացքում ժամանակ չենք կորցնի, կպատրաստենք այն համեղ թանձրուկը, որի մեջ կուղարկենք կիսայեպ կոլոլակները, ուրեմն մեզ պետք է գալու սող, մոտավորապես մինչև 400 գրամ ասենք, կես կիլոգրամ մսի համար, սող այսպես ոչ շատ մանր կերպով կմանրացնեմ, մեկ ուրիշ կասայի կամ թավայի մեջ ցանկալի է մի փոքր խորը, ավելացնում եմ բուսայուղ, կարող եք նաև ավելացնել կարագ կամ յուղ կամ մեկի և մյուսի խառնուրդը, մենք սունկ, այն պետք է կեղևա հանանել, կարող եք նաև լվանալ, ինչպես կցանկանաք, այստեղ ընթացքում սկսեցին եռան կոլոլակները, եթե հավաքվի փրփուրը կարող եք հեռացնել, այս պահից սկսած կեփենք ուղիղ 15 րոպե, մեզ պետք կգա նաև բուլղարական պղպեղ կամ ցանկացած ուրիշ տեսակի, ինչ որ ունեք, պարզապես այսպիսի ճաշատեսակները բուլղարական պղպեղով էլ ավելի համեղ են ստացվում, այս ընթացքում սոխը փափկեց և մի փոքր էլ տապակվեց, շատ լավ, ավելացնում եմ պղպեղը,
ճիշտ բուրմունք է տարածվելուն խոհանոցում։ Հիմա տեսեք մի փոքր էլ պղպեղը տապակվեց սոխի հետ մեկտեղ, բայց ասել մի փոքր թափկել է, չենք թողնում որ շատ թափի, քանի որ նա դեռ տոմատի սուսի մեջ էլ պետք է եպկի։ Ուրեմն այստեղ ավելացնում ենք գազարը և սունկը, այս ամենը միասին էլի տապակում ենք։ Այստեղ գրեթե պատրաստ է միսը։ Ահա տեսեք, բոլոր բաղադրիչները թուլացել են, պատրաստ են։ Ավելացնում ենք այստեղ մի փոքր էլի աղացած կարմիր պղպեղ։ Սև պղպեղ։ Այսպիսի տոմատի մածուկ, ասեմ, ավելի գրիգ տարբերակն է, հա, սիրելիներս, եթե չլինի ձեռքի տակ այսպիսի մածուկ, լոլիկը սեփական հյութի մեջ ուղղակի ավելի ճզմած տեսական խոսքով, սա համ հյութեղ է, համ մածուկի փոխարեն կարող եք օգտագործել, մի խոսքով շատ համեղ է ստացվում բոլոր տեսակի ուտեստները, հատկապես չախով բիլին, որի պատրաստման եղանակը շատ մանրակրկիտ ձևով կա իմ ալիքում, պատրաստեք, չեք փոշմանի, հեղումը իհարկե կթողնեմ։ Հիմա այստեղ եմ ավելացնում հենց այս պահին նաև կոլոլակները, մի փոքր երկու երբեն այս քյուսի մեջ, այս պահին բավականին ցածր կրակ եմ անում, ավելացնենք նաև արգանակից։ Այնքան, որ ծածկի ամենը։ Արգանակի մեջ մենք արդեն աղ ավելացրել ենք, այնպես որ հիմա մի հատ կփորձենք աղեության աստիճանը, կորոշենք եւ եթե պետք լինի մի փոքր կավելացնենք։ Կափարիչով հերմետիկ կփակեմ, որ չգոլոշյանը այս հեղուկը եւ կեփեմ եւս, ասենք, մոտ 15 րոպե։ Անցել է 15 րոպե, այս արանքում ես մեկ անգամ խառնել եմ, չեք պատվիրացնում ինչ անուշ է բուրում։ Հիմա ավելացնում եմ համեմը և սխտորը, տեսեք, խառնիվ կերբեմ մոտ 3 րոպե և կանջատեմ։ Կարող եք այս տոմատի սուսը փոխարինել նաև տոմատի մածուկով, այդ դեպքում կավելացնեք մոտ 1.5 ասեմ ճաշի գլխավոր տոմատի մածուկ և կբացեք էլի այս արգանակով։ Ահա և վերջ։ Տեսեք ինչ համեղություն պատրաստեցինք միասին։ Հաշված րոպեների ընթացքում կարելի ասել։ Վայ չոտողին հաստատ այստեղ եմ ասում։ Փոքր էլ այսպես թարմ կանաչիկ ավելացնենք, էլ ավելի էսթետիկ ու գեղեցիկ դարձնելու համար և ճաշակենք, գնահատեք ու կփորձենք։ Տեսեք փափլիկ, այս համեղ, թանձրկով ինչքան համեղ է լինելու։ Հրաշք է, շատ համեղ է, միսը փափլիկ, ընջով համեղ է, և ես շատ եմ սիրում այսպիսի համեղությունները ճաշակել թարմ հացով այսպես։ Ընտիր է։ Ուրախ եմ, որ տրամադրեցի ձեզ ևս մեկ շատ ընտիր բաղադրատոմս և դուք կպատրաստեք։
Այսքանը, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք եւ որ այդքան դրական եք։ Մինչ նոր շուտ հանդիպումներ։